Տերը հզոր Աստված է, սիրելի եկեղեցի, Տիրոջը փառք, գոհություն, պատիվ, մեծություն, եկեղեցին հաղթական եկեղեցի, ամեն, ես չեմ հավատում, որ մեր Տեր ուղղակի մահացել է տկար, թույլ, ինչ-որ մի ժառանգություն մեզ փոխանցելու, նա մեզ փոխանցել է ամենը, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ուրախ եք սիրելի եկեղեցի, որ ունեք փրկիչ ձեր կյանքի մեջ, ամեն, հրճակիր Հիսուսի արյունը, այսօր խոսքը դրա մասին է, ինչ որ կյանքիդ մեջ անում ես, քույրս եղբայրս սիրելի եկեղեցի, ամենաառաջի բանը պետք է հրճակես Հիսուսի արյունը, ինչ որ անում ես կյանքիդ մեջ, ամենաառաջի բանը Հիսուսի արյունը, ես հիշում եմ, որ նոր ապաշխարել էի և գիշերը վրաս հարձակում էր գալիս, հարձակում, գիշերը գիտեք ինչ էր կատարվում, վրաս գալիս էր մի տեսակ հարձակում, որ մարմինս քարանում էր, չգիտեմ քանից եք նման ապրումներ ապրել, ինչ որ մի հատ ուժ էի զգում, որ ներս էր թափանցում սենյակի մեջ և այդ մթնոլորտից ամբողջ մարմինս քարանում էր, բայց միտքս 100% կայուն էր, գործում էր, ու պատկերացրեք, հազիվ մի ձև այսեն զորով ասել եմ, Հիսուս, ու այդ ուժը լրիվ թողում էր, ու նորից էլի Հիսուս թողում էր, մեկ էլ հիշում եմ իմ եղբայրներից մեկը ասեց, մյուս անգամ կասես Հիսուս ու Հիսուսի արյունը, ամեն, այսօր խոսում ենք Հիսուսի արյան մասին ու նրա անվան մասին, փառքեր Հիսուսին, Հիսուսի արյունը ունի զորություն սիրելներ, բանալի համար այսօր առաջի Պետրոս, առաջի գլուխ 1-2 խոսքերն եմ կարդում, QR կոդը որ սկեն անեք, տեքստը կարակ անգլերեն, ռուսերեն, հայերեն, թարգմանեք ու հետևեք ինձ, Առաջի խոսքը Պետրոսն ասում է, Պետրոսը Հիսուս Քրիստոսի առաքյալ ընտրյալ պանդուխտներիդ մեր մասին է խոսում, դայոսպորայում գտնվող հայերիս, պանդուխտներիս, որ ծրված եք Սփյուռքում, Պանտոսում, Գաղատիայում, Կապադոկիայում, Ասիայում և Բյունաթիայում, սա այս տարածքները ամբողջ հիմա Թուրքիան է, սիրելներ, ամեն, ընտրված, լսեք ինչ կարևոր բան ասում, ընտրված ըստ Հայր Աստծո կանխագիտության, այստեղ տեսնում ենք երրորդության գործը, ամենաառաջի բանը մենք ընտրված ենք, սա շատ կարևոր բան է, ընտրված ենք, հալելույա, ընտրված ըստ Հայր Աստծո կանխագիտության, բայց ինչպես, Սուրբ Հոգու սրբացման միջոցով հնազանդությամբ, Աստված ընտրել է, Սուրբ Հոգին է մեր սրտերի մեջ գործել է, Հիշում եք այն պահը, որ նոր էինք Հիսուսին Տեր և անձնական փրկիչ չենք ճանաչում, բայց մի ձայն մեր ներսից անդադ ասում էր լսի խոսքը, մեկը մի հատ խոսք էր վկայում, անցնում էինք, երկրորդ անգամ, բայց չգիտեմ որ երրորդ, չորրորդ, որերորդ անգամն էր, որ ասիր այս անգամ խոսքը ընդունելու եմ, երբ որ ընդունում ես, Սուրբ Հոգին սկսում է իր սրբացման գործը, հալելույա, ընտրված ըստ Հայր Աստծո կանխագիտության, Հոգու սրբացման միջոցով հնազանդության ու Հիսուս Քրիստոսի այրամ սրսկման համար, շնորհն ու խաղաղությունը թող շատանան ձեր մեջ, ինչքան շատ ենք շնորհքի ու խաղաղության մասին խոսում, բայց ոչ Հիսուսի Քրիստոսի այրյան մասին, տեսեք, արյունը բերում է խաղաղություն ու շնորհքի լեցություն մեր կյանքի մեջ, հալելույա, արյունը քեզ փրկեց սիրելի քույրս եղբայրս, Բայց պետք է հասկանաս, որ այն նաև քեզ պաշտպանում է։ Մենք քրիստոնյաները շատ անգամ մենք ընդունում ենք Քրիստոսի թափած արյունը մեր փրկության ժամանակ, հասկանում ենք ինչ գինավճար է, բայց կյանքում երբ որ անցնում ենք հոգևոր դժվարություններ, խնդիրներ, պատերազմների մեջով, մենք նույն ձևով չենք կիրառում Հիսուսի արյունը որպես պաշտպանություն մեր կյանքի մեջ։ Հալելույա։ Հիսուսի արյունը փրկում է ու պաշտպանում է։ Հիսուսի անունը բերում է ազատագրում, իսկ Հիսուսի Քրիստոսի մեր փրկչի արյունը բերում է պաշտպանություն մեր կյանքի մեջ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աղոթքի մեջ Հիսուսի արյունը կոչ անել նշանակում է պաշտպանություն խնդրել, սիրելիս։ Սա շատ անձնական է։ Աղոթքի մեջ անձնական պետքա դիմես Հիսուսին ու պետքա սատանան լսի, ամբողջ դիվային աշխարհը պետքա լսի, քո բերանից որ դուրս է գալի Հիսուսի Քրիստոսի անունը և նրա այրյան զորությունը։ Ես այրյան ծածկոցի տակ եմ, փառքերը քեզ մեր Տեր Հիսուս, փառքերը քեզ։ Դա Աստծո կողմից դրված մի պաշտպան է, մի պատնեշ է մեր համար արյունը, որը սատանան չի կարող այդ գիծը անցնել։ Այրյան գիծը երբեք նա չի կարող անցնի։
Կյանքիդ մեջ ինչ դժվարություններով էլ անցնես, արյունը Հիսուսի։ Արյունը հրճակիր ու ոչ մի բան, սիրելի քույրս, եղբայրս, թշնամին չի կարող այդ գիծը անցնի։ Թշնամին չի կարող դիմակայել Հիսուսի անունին եւ Հիսուսի արյանը։ Այն մեր զորությունը դա է։ Մեր զորությունը Քրիստոսի անվան եւ նրա արյան մեջ է։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիսուսի արյունը կոչ անելն ամենաբարձր դատական դիմումն է, սիրելիներ։ Այստեղ Ամերիկայում դուք անցել եք այդ process-ը, երբ որ գնում եք դատարան, համաձայն չեք ձեր տիկետի համար, ինչ որ մի բան որ ստացել եք, դու ասում ես ես ուզում եմ appeal անեմ։ Ես ուզում եմ դիմեմ բարձրագույն դատարանը, ամեն։ Այդ դիմելը հենց դա կոչվում է legal standing։ Քո հենց ճիշտ դիրքն է Քրիստոսի մեջ։ Դու ունես իրավունք, որ դու դիմես Քրիստոսին։ Ամենաբարձր դատավորների դատավորին, մեր փրկին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դու երբ որ դիմում ես, նա քո դատավճիռը վերցնում է քո кейսը ու սկսում է քո համար բարեխոսել։ Սիրելի քույրս, եղբայրս, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, արյան միջոցով դիմիր Հիսուսին, էլ ոչ մի բան, արյունը, փառքերը Հիսուսին, որովհետև արյունը դեռ մինչև այսօր խոսում է։ Նամակների մեջ այդպես ասում առաքյալը, Քրիստոսի արյունը խոսում է։ Արդար Աբելի արյունը ինչ անում, բողոքում է։ Բայց Քրիստոսի արյունը բարեխոսում է, սիրելիներ, փառքեր Հիսուսին։ Ինչ է նշանակում որևէ մեկի վրա Հիսուսի արյունը կոչ անել։ Այսօր 4 կարևոր նշանակության մասին եմ խոսում։ Եթե կարողանաք այս 4 կարևոր այս կետը ձեր կյանքի մեջ կիրառեք, իմացեք, ձեր կյանքի ամենամեծ խնդիրները արդեն հարթած կլինեք։ Փառքեր Հիսուսին։ Դա նշանակում է, որ ես աղոթում եմ պաշտպանության համար, ամենաառաջինը։ Քրիստոսի արյան հռչակումը պաշտպանություն է քո կյանքի։ Ես հավատում եմ ազատագրման համար։ Քրիստոսի արյունը ազատագրում է ոչ թե միայն մեղքերից, ազատագրում է ամեն հարձակումներից, խոսքերից, խոսած բացասական խոսքերից, որոնք հռչակվել են ու ասել են քո դիմաց, կոտրում է ամեն բան։ Երբ որ հռչակում ես Հիսուսի արյունը, դու ունենում ես նոր սկիզբ, սիրելի քույրս, եղբայրս։ Ես այս կետերը հատ առ հատ համարներով ձեզ տալու եմ այսօր։ Եվ ամենակարևորը Քրիստոսի արյունը որպես վկայության ապացույց Աստծո փառքի համար։ 4-րդը, որ այսօր դրա մասին խոսալու եմ։ Երբ որ արյան մասին խոսում ենք, ամենաառաջինը մենք պետք է գնանք Ելից 12-րդ գլուխը։ Հիշում եք Աստված, երբ որ Իսրայելին ասեց, ժամանակն է, որ Եգիպտոսից պետք է դուրս գաք։ Ես հիշում եմ, որ ես 12-11 տարեկան էի, որ Տերը ինձ իմ Եգիպտոսից դուրս բերեց, աշխարհից դուրս բերեց։ Ես չգիտեմ, քանի տարեկան եք եղել, որ ապաշխարել եք։ Ձեր կյանքը տվել եք Տեր Հիսուս Քրիստոսին անձնական Տեր ու Փրկիչ, ու Աստված իր արյունը քսել է ձեր սրտի վրա, ձեր մտքի վրա, ձեր մարմնի։ Ամեն սիրելիներ, ու Աստված մեզ մեր Եգիպտոսից դուրս բերեց։ Ելից 12-ի մեջ Աստված պատրաստվում է, որ Իսրայելի ժողովրդին Եգիպտոսից դուրս պետք է բերի, եւ այս համարներն ասում։ Քանի որ այս գիշեր Եգիպտոսի երկրով անցնելու եմ եւ հարվածելու եմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին, թե մարկանց, թե անասուններին եւ Եգիպտոսի բոլոր աստվածներին դեպի դատաստան եմ տանելու։ Ես եմ Տերը, հալելույա։ Ես եմ Տերը, հալելույա։ Եվ արյունը ձեզ համար նշան թող լինի։ Արյունը մեր համար նշան է, սիրելիներ։ Իսկ արյունը թշնամու համար դատապարտություն է։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Արյունը ձեզ համար նշան թող լինի։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Որտեղ դուք եք, եւ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից կանցնեմ, եւ հարվածը ձեզ վրա չի գա, ձեզ կործանելու համար, եւ հարվածեմ Եգիպտոսի երկրին։ Եվ այն օրը ձեզ համար հիշարժան թող լինի, եւ ձեր բոլոր սերունդների մեջ տոնեցեք այն որպես Տիրոջ օրը, հալելույա։ Սա այն զատիկի պաշտամունքի խորհուրդն է, գիտեք, մենք երբ որ ամիսը մեկ անգամ ամսվա առաջի կիրակին Տիրոջ մարմինն ու արյունը ընդունում ենք, հենց սա է, այս միտքն է, սիրելիներ, որ Տիրոջ արյունը որպես նշան ընդունում ենք, նշանի խորհուրդը մեր մեջ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, ինձ համար ամենահետաքրքիրը որն է, որ վերջապես Եգիպտոսի վրա 10 հարվածներ եկավ։ Ամեն հարվածից հետո ինչ որ մի բան էր լինում, Աստված դատաստան էր անում Եգիպտոսին, բայց երբ որ 10-րդ հարվածը եղավ, այդ ժամանակ Աստված Իսրայելին դուրս բերեց Եգիպտոսից։
Եվ ես միշտ ասում եմ ինչու Տեր Աստված սպասեցիր 10 այս հարվածները։ Այրան զորություն այնքան զորեղ էր առաջի բանից այս գործ աներ Եգիպտոսից Իսրայելին դուրս բերեիր, ամեն։ Բայց տեսեք խոսքը ինչ ասում սիրելներս, խոսքը սա է ասում, Ելից 7:3-ի մեջ։ Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը եւ իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում, այն ամեն հարվածները։ Փարավոնը ձեզ չի լսի։ Եվ ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա, եւ իմ զորքերը կբերեմ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին։ Ինչը? Իմ զորքերը, փառքեր Հիսուսին։ Մենք շրջապատված ենք Քրիստոսի զորքերով։ Մենք շրջապատված ենք Աստծո բանակով, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ իմ զորքերը կբերեմ իմ ժողովրդին, Իսրայելի ժողովրդին, նրանց միջից մեծ դատաստաններով հանելու համար։ 5-րդը ինչու 10-ից հետո, 10-ը Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը։ Եթե նա առաջինից աներ, եգիպտացիները ասելու են ոչ։ Դեռ մենք հույս ունենք, որտեղ ամեն մի հարվածը խորհրդանշում էր ջուրը, գորտը, մեղուն, անասունները, այդ ամեն հարվածը, պատուասը, որ գալիս էր, ամեն մեկը աստվածներ էին Եգիպտոսում։ Նրանց ամեն աստվածները խափանվեցին։ Նրանք չունեին էլ հույս։ Ում վրա հույս պետքա դնեն, որ Աստծուն պետքա դիմեն սիրելներ։ Եվ վերջի հարվածը այս հարվածն էր, ամեն, որ Իսրայելին ասեց ձեր դռների վրա գցեք արյունը, գառան արյունը, հալելույա։ Պատուասները սկսվում են արյունով եւ ավարտվում են արյունով։ Ուշադրություն դարձրել եք, ամենաառաջի հարվածը Եգիպտոսի երկրում ինչ ա լինում։ Ջուրը դառնում է գինի, քույրս եղբայրս։ Վերջի հարվածը ինչ ա լինում Եգիպտոսի վրա, նույն էլի բանը, Տերը ասում է արյունը վերցրու եւ քսի քո դռների վրա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ 7:19 տեսեք ինչ ասում Ելիցը։ Տերն ասեց Մովսեսին, ասա Ահարոնին, առ գավազանդ եւ ձեռքդ մեկնիր եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա եւ արյուն կդառնան։ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե եւ քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան, հալելույա։ Հիմա հիշեք Կանայի հարսանիքը։ Այդ 6 դատար կարասները արյուն դարձան։ Եթե դուք հրյա լինեք, հրյաները գիտեն դա ինչ է նշանակում։ Որ ամենը հրյաները նրանք տեսան ոնց ջուրը փոխվեց գինու, քույրս եղբայրս, ամեն։ Նրանք տեսել էին այն դատաստանը, անգամ Հիսուս ասեց Կանայի հարսանիքում, որ դա արյան խորհուրդն էր, որ մարդու որդին էլ եկավ իր կյանքը տա մեր համար, արյուն պետքա թափի։ Բայց սիրելի քույրս եղբայրս, ամենաառաջի արյան խորհուրդը եգիպտացիների համար եղավ դատապարտություն, եւ վերջի արյան խորհուրդը, որ դռների վրա Իսրայելը քսեց, ձեր համար եղավ պաշտպանություն, ամեն։ Հալելույա։ Եգիպտացիների համար դատապարտություն, ձեզ համար պաշտպանություն, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աշակերտները նրանք տեսան եւ նրանք հետո հասկացան, որ Կանայի հարսանիքը խորհուրդն էր Քրիստոսի արյան։ Ջուրը դարձած գինին, սիրելի քույրս եղբայրս, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դեյվիդ Վիլքերսոնը իմ սիրելի քարոզիչներից մեկն է, նա շատ հետաքրքիր խորհուրդ է խոսում արյան մասին, սիրելներ։ Նա ասում է մի պահ պատկերացրեք Իսրայելի ժողովուրդը, նրանք վերցրեցին ինչ որ Մովսեսը ասեց, նրանք չունեին փորձառություն, նրանք չեն գնացել Աստվածաշնչյան դպրոց, չէին ավարտել ոչ մի բան, չգիտեին այդ այրան զորությունը ինչ զորություն է, ոնց է, ուղղակի լսել էին ու հնազանդվել էին, ամեն։ Մովսեսը ասել էր ամեն մեկը զոհ պետք անեք եւ այդ զոհի այրունը ձեր դռների վրա պետքա գցեք, սիրելներ, ամեն։ Եվ հետաքրքիր է, Դեյվիդ Վիլքերսոնը ասում է պատկերացրեք, Իսրայելը հավատում է, քսում է դռների վրա, մեկ էլ կարճ ժամանակ հետո, 2 ժամ հետո մի անտանելի ձայներ են լսում, աղաղակի, լացի ձայներ, կողքի տաներից, եգիպտացիների տանից ձայն ու աղաղակ է գալիս։ Եվ Իսրայելի ժողովուրդը, երեխաները ասում են, հայր, այս ինչ ձայն է, այս ինչ է լսվում, վախենում են, անհանգստանում են։ Եվ մեր սիրելի եղբայր Դեյվիդ Վիլքերսոնը սա է ասում. Քրիստոսի այրունը ծածկում է եւ պաշտպանում է քեզ։ Սիրելի, շատ ժամանակ մենք ասում ենք երևի մի քիչ վախ կա մեր մեջ, մի քիչ կասկած կա, մի քիչ էնա, մի քիչ էնա։ Տերը ասում է ոչ, իմ արյունն է, ամեն սիրելիս։ Իմ արյունն է, որ քեզ պաշտպանում է։
Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այո, ասում եմ, միգուցե ձեր մեջ վախեր կան, անհանգստություններ կան։ Միգուցե ձեր հավատքն էլ թերավատություն կա, բայց Քրիստոսի արյունը այդ ամեն բաները ծածկում է։ Հալելույա, որովհետև դա Հիսուսի արյունն է։ Դա իմ հոր արյունը չի։ Ես չգիտեմ ծառայողները խեն այսքան բարդացնում Քրիստոսի արյունը։ Շնորհը հեշտ ընդունում են բոլորը։ Շնորհը հավատքի մեջ ընդունեցինք, փրկվեցինք, փրկությունից հետո ամեն ինչ բարդանում է։ Բարդ բան չկա, դու արյան ծածկոցի տակ ես։ Եթե դու հավատում ես դրան, դու Քրիստոսի արյան ծածկոցի տակ ես, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Հիմա 4 կարևոր բան, որ գառան արյունը արեց Աստծո ժողովրդի համար։ Խնդրում եմ, ձեր ամեն աղոթների մեջ ամենաառաջի բանը խնդրեք Աստծո արյունը որպես պաշտպանություն ձեր համար։ Ամեն օր մեր միտքը բաց դաշտ է սատանայի համար։ Ամեն օր մենք պատերազմի մեջ ենք, սիրելներ։ Հարձակումներ է գալի մեր մարմնի, մեր մտքի դիմաց։ Ամեն, ամեն օր։ Ամենաառաջի բանը Ելիս 12:23-ի մեջ խոսքն ասում է, եւ Տերն եգիպտացիներին հարվածելու համար անցնելու է եւ երբ դռան վրա սեմի եւ երկու դռների վրա արյունը տեսնի։ Ամեն, հալելույա։ Այդ ժամանակ Տերն այդ դռան վրայից կանցնի եւ չի թողնի սպանողին, որ ձեր տները մտնի եւ ձեզ հարվածելու համար։ Սպանողը չի թողի, ամեն։ Ինչքան սպանող մտքեր ա գալի մեր մեջ։ Հուսահատություն, կոտրվում են մարդիկ, թողում են, հեռանում են, գայթակղվում են, դա սպանիչն է, սիրելիս։ Ամենաառաջի բանը հռչակիր Քրիստոսի արյունը։ Իմ մտքի, իմ կյանքի, իմ տան, իմ երեխաների, ամեն մի տեղը Հիսուսի արյունն է մրճակում։ Քայլիր տան մեջ, ասա Հիսուսի արյունն է մրճակում, քույրս եղբայրս։ Ամեն, հալելույա։ Մարտին Լութերը հետաքրքիր բան է ասում, 1616-րդ դարը որ կար, նա կաթոլիկ եկեղեցուց առանձնանում է, 99 տարբեր այդ հակառակ բաները գրում է, որ ինչն է հակառակ տեսեք կաթոլիկ եկեղեցու մեջ, ու գիտեք, նա երբ որ առանձնանում Աստված մի գործ անում, նա Աստվածաշունչը թարգմանում է ու տարածում է, մարդկանց ասում է դուք կարաք խոսքը կարդաք ինքներդ, որովհետև Մարտին Լութերից առաջ արգելված է եղել, որ դու ինքդ ունենաս քո Աստվածաշունչը եւ կարդաս։ Քահանաները քո համար պետք է կարդային։ Ամեն։ Ամենաառաջի բանը նա վերականգնում է մեկ բան, որ մենք փրկված ենք ոչ թե մեր գործերով, այլ Քրիստոսի շնորհքով, հավատքի միջոցով։ Ամեն, սիրելներ։ Եվ երկրորդ բանը նա վերցնում է եւ թարգմանում է լատիներեն լեզվով Աստվածաշունչը եւ բաժանում է։ Եվ ժողովուրդը սկսում է կարդալ ու հասկանալ Հիսուսի անվան եւ արյան զորությունը։ Եվ Մարտին Լութերը ասում է, ես հիշում եմ մի անգամ, երբ որ ասում է այդ աշխատանքի մեջ էի, թշնամին հարձակվեց մտքիս վրա։ Անցյալս բերեց դեմս, ասում է, ամբողջ անցյալս բերեց իմ աչքերի առաջ։ Մի մեղադրանք եմ զգում, ասում է, մեղադրանք, խայցեր։ Ու ասում է, մեկ առ մեկ մեղքերս հիշացնում է։ Եղել է sense բան ձեր կյանքի մեջ։ Մեկ է տենում ես հանկարծակի, քեզ տանում է թշնամին 20 տարի առաջ ու ասում է դու դա էիր։ Եվ այդ ժամանակ ասում է մին այս մեղադրանքի ոգի է գալի վրաս, բայց ասում է մեկ բան սիրելիս, մեկ բան։ Ասում է սկսեցի Քրիստոսի արյունը հռչակել, ամեն։ Պարզապես Քրիստոսի արյունը, երբ որ սկսում է հռչակել, ասում է զգում եմ ամեն մեղադրանքները կոտրվեցին, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երկրորդը ազատագրություն։ Ոչ թե միայն մեղադրանքներն է կոտրում, շատ դժվար բան է, որ ամբողջ կյանքը 400 տարի Իսրայելը ստրուկ է եղել։ Նրանք ունեցել են ստրուկի ինքնություն իրենց մեջ, identity, ստրուկի, հասկանում եք, որ ես ստրուկ եմ, ես չունեմ Տեր, ես ծառայ եմ այս կերպարանքի մեջ։ Նրանք դուրս եկան այդ մեղադրանքներից, ամենաառաջի բանը Աստված ասեց ես եմ Տերը քո Աստվածը, ամեն։ Նա վերականգնեց Իսրայելի մեջ իր ինքնությունը։ Նա Իսրայելին ասեց դուք հայր ունեք, դուք ստրուկ չեք, դուք ծառա չեք, դուք Տեր ունեք եւ այդ Տերը քո Աստվածն է, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ երկրորդը սիրելիս ազատագրություն, ազատագրություն, փառքերը Հիսուսին։ Ելիս 12:31-ը սա է ասում. Եվ փառավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին եւ Ահարոնին եւ ասեց վեր կացեք դուրս ելեք։
Այս ազատագրում է, դուրս ելեք։ Ինչ որ մի կարգավիճակից դուրս ես գալի, ինչ որ մի բանից, ամբողջ կյանքդ, որ եղել ես փակված, դուրս ես գալի դրա մեջից, ամեն, դուրս ելեք։ Իմ ժողովրդի մեջից դուք էլ, հալելույա, վեր կացեք, դուրս ելեք, իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ, գնացեք, պաշտեք Տիրոջը, ինչպես որ ասեցիք։ Այ ազատագրությունը սա է։ Ազատագրությունը նա չի, որ ինչ որ մեկը մի հատ բան իր կյանքից վերջանում է ու վերջ։ Ազատագրությունը ճշմարիտ սա է, որ Տերը դառնում է քո պաշտամունքը։ Ամենաառաջի բանը Մովսեսը դա ասեց թույլ դուր, ասեց պետք չի, ասեց լսի փառավոն, անցնես երկար դժվար վիճակներ, 10 պատուհասներ, մեկը վերջում էլի թողելու ես։ Ամենաառաջի բան ասել էր թույլ դուր, որ գնանք անապատում Աստծուն պաշտենք, ամեն սիրելներ։ Թույլ տուր առանձնանանք Աստծու հետ, Տիրոջը պաշտենք։ Եվ վերջապես ազատագրություն պաշտել Հիսուսին, ազատագրություն ձեռքերդ բարձրացնես պաշտես Հիսուսին, ազատագրություն ազատ ձևով երգես, հրճակես, կողքինից չամաչես, ազատագրություն փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, 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 փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Կոտրվում ամեն կաշկանդվածությունը, ամեն բան, այրյունը ծածկում է, մաքրում է, ազատագրում է սիրելիս, հալելույա, ազատ պաշտիր Հիսուսին, հալելույա։ Երրորդը, նոր սկիզբ։ Արյունը նոր սկիզբ է տալիս ամեն օր մեզ, սիրելիս։ Ելից 12:1 շարունակում է խոսքը եւ ասում է. Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ ասելով. այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը, այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների սկիզբը։ Հրյաների նոր տարին սկսվում է զատիկից, սիրելներ, ինչ լավ է, չէ՞։ Գիտեք, մեր նոր տարիները մենք սկսում ենք հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, սրանք հռոմեական աստվածների անուններ են։ Հունվար ամիսը հռոմեական աստծո անունն է, որ երկու դեմք ունի։ Մի դեմքով նայում է ապագային, մյուս դեմքով նայում է իր անցյալին։ Սիրելիս, Աստված այդ բոլոր մեր Տերը Եհովան այդ բոլոր աստվածներին ոչնչացրեց Եգիպտոսում։ Եվ ասեց նոր սկիզբ եմ ձեզ տալիս։ Եգիպտոսի աստվածների անուններով չեք կոչելու ձեր ամիսները, ձեր օրերը, ձեր տարիները, ամեն սիրելներ։ Ես դրա համար եմ ասում, երբ որ գալիս է հունվար ամիսը, հունվարի վրա հռչակում եմ Հիսուսի արյունը։ Հալելույա, այդ հեթանոս անվան վրա։ Փետրվարն է գալի, Քրիստոսի արյունն է հռչակում։ Մարտը, ապրիլը, մայիսը Քրիստոսի արյունն է հռչակում։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Եվ ասում է նոր սկիզբ կլինի ձեր համար։ Նրանց տարին սկսվեց նոր սկիզբով։ Ամեն, որովհետև այրյան զոհ կար սիրելիներ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ջան Վեսլին մի հետաքրքիր բան է խոսում նոր սկզբի մասին։ Գիտեք, Ջան Վեսլին մեթոդիստ եկեղեցին նայա սերմանել 18-րդ դարը 1800 թվականներին։ Ասում է, երբ որ ծառայությունը վերջացավ, դուրս եկա ծառայությունից մի գողի է հանդիպում եւ ճանապարհին ասում է, զենքը պահում է վրան, ասում է, ինչ ունես դուր։ Ասում է, մոտը մի հատ աստվածաշունչ է լինում, մեկ է շատ քիչ գումար։ Այդ գումարը տալիս է այս հանցագործին։ Այս հանցագործը վերցնում է ու գնում է ու գիտեք ինչ է անում։ Ասում է, կանչում է հանցագործին, ասում է, մի րոպե, ես քեզ բան ունեմ ասելու։ Սա սպասում է, որ դեռ բան ունի տալու։ Ասում է, բան չունեմ տալու, բայց Քրիստոսի արյունն եմ քո վրա հռչակում։ Քրիստոսի արյունը ներում է։ Տարիներ անցնում է, այս հանցագործը գալիս է միտեղ, շատ հետաքրքիր է։ Ծառայության ժամանակ վերջում Ջան Վեսլին, երբ որ իր ծառայությունը վերջացնում է, այս հանցագործը սիրելներ եկեղեցում է լինում։ Մոտենում է Ջան Վեսլին եւ ասում է, լսիր, ասում է, ես քեզի պարտք եմ, ասում է, ես այն հանցագործն եմ, որ քեզ թալանեցի։ Ջան Վեսլին ասում է, սիրելիս, դու ինձ ոչ մի բան պարտք չես, դու Քրիստոսի արյանն ես պարտք։ Կյանքը տուր Հիսուսին։ Դու այսօրվանից պետք է ծառայես Հիսուսին, ամեն սիրելիս։ Եթե մենք մի բան պարտք ենք Տիրոջը, մեր կյանքով մենք Քրիստոս այնքան մեծ գին է վճարել, ազգ ու տակս պապերս էլ որ մի բան անեն, չեն կարող այդ գինը ետ վճարեն։ Սիրելի քույրս, եղբայրս, այրան գինը մեծ գին է։ Նա կյանք է տվել մեր համար։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն մեկից նոր սկիզբ է տվել։
Ամեն մեկս վերստին ծնվել ենք, ընդունել ենք Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ։ Մեր նոր տարին սկսվել է այդ պահից։ Այն պահը, որ Քրիստոսին կյանքիդ մեջ ընդունեցիր Տեր եւ անձնական փրկիչ, քո նոր տարին սկսվեց։ Քո ուրախության զանգերը հնչեցին։ Տերը փառավորվեց քո տաճարի մեջ փառքեր Հիսուսին։ Ուրեմն պաշտպանություն, ազատագրում, նոր սկիզբ եւ 4-րդը վկայություն, ամեն։ Չի կարա Քրիստոսի արյունը կյանքիդ մեջ կիրառվի, բայց չունենաս վկայություն։ Ելիս 12:26-27 խոսքերն ասում է եւ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, սա շատ հետաքրքիր համար է։ Զատիկի ժամանակ նրանց երեխաները ներկա են եղել։ Զատիկի զոհը, արյունը, հասկանում եք, նրանք այդ հաղորդության պաշտամունքը, որ խորհրդանիշն է, մենք ամեն անգամ որ ընդունում ենք Տիրոջ մարմինն ու արյունը, երեխաները եղել են այդտեղ ներկա։ Ամեն։ Եվ ասում է, եւ երբ պատահի, որ ձեր որդները հարցնեն ձեզ, ինչ է նշանակում ձեր այս պաշտամունքը։ Հալելույա։ Այն ժամանակ կպատասխանեք, որ սա Զատիկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդների տների վրայով անցավ, Եգիպտացիներին հարվածելիս եւ ազատեց մեր տները, մեր որդկանց, փառքեր Հիսուսին, ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց փառքեր Հիսուսին։ Տեսնում եք ինչ զորասիրելներ։ Շատերը ասում են, բա գիտեք, բա հաղորդությունը Տերը որ տվեց Զատիկի այդ խորհուրդը վերնատանը ովքեր էին միայն 12 առաքյալներ, այո, նրանք գրեթե միայն Պետրոսն էր ամուսնացած, երեխաների անունը չգիտենք, մնացածները երևի երեխաներ չեն էլ ունեցել։ Ուղղակի խորհուրդ եմ ասում։ Այն եմ ուզում ասեմ, որ այրան խորհուրդը մեծ է, սիրելներ, ամեն։ Այրան խորհուրդը մենակ չափածների համար չի։ Ես զարմանում եմ, եկեղեցիներ կան, որ այրան խորհուրդը, գիտես, իրանք մի հատ չափած, բայց 40, 50, 60 տարեկան ասում են չափածենք, բայց հոգևոր տարիքով 5 տարեկան են։ Ամեն։ Ես 12 տարեկան երեխաներ գիտեմ, բայց հələ գնացեք Աֆրիկա, ազգերի մեջ մտեք, տեսեք ինչ պաշտամունք են բերում Տիրոջը։ Ինչ մեծ խոսքեր ու գործեր անում Աստված այդ երեխաների միջոցով, ամեն։ Ասա Հիսուսի արյունը իմ համար է, իմ տան համար է, իմ երեխաների համար է։ Թող Տերը օրհնի ու պահի մեր բալեքին, մեր ազգը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Հայտնության 12-րդ գլուխը խոսում է այրան զորության եւ հոգեվոր պատերազմի մասին, քույր եղբայրներ։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք։ Սատանան հարձակվում է, բայց արյունը պաշտպանում է։ Ամեն անգամ թշնամին հարձակվում է, արյունը պաշտպանում է։ Հայտնություն 12-11-ը շատ հայտնի համար է, միշտ սա կարդացել ենք, հրճակել ենք։ Եվ նրանք հաղթեցին։ Հալելույա։ Եվ նրանք հաղթեցին նրան գառան արյունով ու իրենց վկայության խոսքով եւ իրենց կյանքը չսիրեցին մինչեւ հիմա փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հարցը սա է, ում հաղթեցին։ Մենք տեսնում ենք, եթե այս համարը երկու համար վերև կարդանք 9 ու 10-ը նշում է 5 տարբեր անուններ, սիրելներս, լսեք, Հայտնություն 12:9-10-ը։ Եվ ցած գծվեց մեծ վիշապը, առաջինոցը, որ դև եւ սատանա է կոչվում, ամբողջ աշխարհը մոլորեցնողը, երկրի վրա անկավ եւ նրա հրեշտակներն էլ նրա հետ ընկան, եւ երկնքից ուժեղ ձայն լցեցի, որ ասում էր այժմ եղավ մեր Աստծո փրկությունը, զորությունն ու թակավորությունը, իշխանությունը նրա օծյալի, որովհետեւ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշեր ու զոր մեր Աստծո առջև չարախոսում է նրանց մասին, հալելույա։ Հովանես այստեղ խոսում է 5 տարբեր անուններ նշում. մեծ վիշապը, առաջինոցը, դևը, սատանան, եւ տեսեք 5-րդը ինչ կարևոր է, եղբայրների դեմ չարախոսը։ Ինչ հաջողություն է գտե շատ ժամանակ մեր կյանքի մեջ։ Չարախոսություն, կարաս շատ հեշտ քննադատես, փնովես, դատես, բամբասես, ինչ որ մեկին մի բան հասկանում ես, բայց դա մեր բնույթը չի։ Դա մեր հոր բնույթն է չի, որ դու Հիսուսի Քրիստոսի արյունը մաքրում է այս ամեն թշնամությունները։ Մեծ վիշապը, առաջինոցը, դևը, սատանան, եղբայրների դեմ չարախոսին, թող Հիսուսի անունը փառավորվի, հալելույա։ Փառքերը քեզ մեր Տեր Հիսուս, հալելույա։ Տերը թող փառավորվի։ Եսայի 59 ու 19 խոսքը շատ կարևոր է։
Եթե այս շաբաթ այս համարը ամեն օր հրճակեք ձեր տան մեջ, հզոր բան կլինի։ Եսայի 59:19 ասում է, եթե թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ հոգին դրոշ ստանդարտ պիտի բարձրացնի նրա դեմ։ Սա շատ կարևոր համար է։ Եբրայերենի մեջ այսպես ասում։ Հայերենի մեջ ասում է, եթե թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ հոգին ստանդարտ կբարձրացնի։ Ստորակետը շատ առաջ են տարել։ Եբրայերենի մեջ այսպես ասում. եթե թշնամին, ստորակետ, Սուրբ հոգին հեղեղի պես նրա առաջ ստանդարտ պետք է բարձրացնի։ Ամեն, ամեն սիրելիներ։ Ու ես շատ տարիներ այս հարցն եմ տվել։ Այդ ինչ ստանդարտի մասին է խոսում։ Ինչ չափանիշ է, որ պետք է բարձրացնի։ Այս ինչ չափանիշի մասին է խոսում։ Խոսում է Քրիստոսի արյան մասին։ Երբ որ թշնամին հարձակվում է վրեդ, Սուրբ Հոգին վերցնում է Հիսուսի արյունը ու քեզ պատում է, հալելույա, ամեն մեղադրանքներից, դատապարտություններից, չարախոսություններից։ Նա պաշտպանության շերտ է դնում քո ընտանիքի շուրջը, սիրելի եկեղեցի, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դա Հիսուսի արյունն է։ Դա Հիսուսի արյունն է, փառքեր Հիսուսին, Հիսուսի արյունն է, Հիսուսի արյունն է, Հիսուսի արյունն է։ Այն երգը, որ մենք երգեցինք, ներված, պաշտպանված, Հիսուսի արյունով այդ երգը նորից ենք մենք երկրպագելու ենք այս անգամ։ Որտեվ Իսրայելը ասում է, երբ որ նրանք արյունը քսեցին իրենց տան դռների վրա, նրանք սկսեցին երկրպագել։ Այս անգամ սիրելի եկեղեցի, երկրպագիր, ամեն։ Այս անգամ ուղղակի երկրպագիր, Հիսուսի արյունը հռչակիր քո կյանքի մեջ։ Մի արգելք կա մենակ մեկ արգելք կա։ Քրիստոսի արյունը այո պաշտպանում է մեզ, հաղթություն է տալիս մեզ, բայց Հովհաննես 1-ը տեսեք արգելքի ինչն ասում։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, ամեն, ամենակարևոր բանը Տիրոջը խոստովանիր։ Պաշտամունքից առաջ խոստովանիր։ Սուտ կլինի, որ ասեմ, եկեք ձեր մեղքերը ինձ խոստովանեք։ Ես ձեր փրկիչը չեմ, ամեն։ Եթե ասեք էլ ես ձեր մեղքը պետք է բարձրացնեմ մեր բարեխոսին։ Ձեր մեղքերը Տիրոջը խոստովանեք։ Ձեր կյանքը Տիրոջը պատմեք։ Շատ կարևոր է սա, սիրելիս։ Պաշտամունքից առաջ խոստովանիր կյանքը, տկարությունը, մեղքեր, ինչ որ դժվարություն ունես կյանքիդ մեջ, Տիրոջը դուր։ Ամեն։ Իսկ եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար։ Նրա անունը հավատարիմ է ու արդար։ Մեր մեղքերը ներելու է մեզ եւ մաքրելու է մեզ ամեն անիրավությունից, փառքերը Հիսուսին, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես կուզեմ, որ երկրպագենք, սիրելիներ։ Ես կուզեմ, որ գանք Տիրոջ առաջ, բարձրացնենք մեր Տիրոջը, երկրպագություն, արյան հռչակում անենք, ասենք Տեր, այսօրվանից բավական է արդեն, բավական է, որ թշնամին սիստեմատիկ իմ կյանքի մեջ բերել է խոցեր, հարձակումներ։ Հալելույա Տեր, ես այսօր գալիս եմ քեզ, Հայր, որդիական իրավունքով, քույրս եղբայրս դիմիր Հիսուսին, պաշտիր Հիսուսին, ասա Քրիստոսին ազատ ու ազատ, պարզ ու ասա Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ տալիս ես պաշտպանություն, ազատագրում, նոր սկիզբ այսօր եւ վկայություն Հիսուսի Քրիստոսի այրան զորության մասին։ Ես շնորհակալ եմ, Հայր։ Հայր, մեկ բան, որ այստեղ մեզ զորացնում է, քո անունն է եւ քո արյունն է, որ պաշտպանություն է բերում իմ կյանքի մեջ։ Արյունը Տեր մրցակում Հիսուս, արյունը Տեր Աստված։ Հայր, մենք շուտով մուտք են գործելու Զատիկի ամիսը։ Տեր, այս փետրվար մարտ ամիսը պատրաստիր մեզ, որ քեզ ավելի սրբության մոտենանք։ Գանք քեզ խոստովանության հոգով, Տեր Աստված։ Քեզ խոստովանենք մեր կյանքը, մեր դժվարություններն ու խնդիրները։ Հալելույա։ Եվ Տերը ասելու է լսիր, այդ բանը, որ դու խոստովանում ես, Տեր ասում է, դա էլ չկա, գոյություն չունի, որովհետև իմ արյունը ծածկել է,
մաքրելա, սրբելա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Եկեղեցի, եթե միտեղ քո կյանքի մեջ կա դժվարություններ, հարվածներ, խնդրում եմ քո ներքին դժվարությունների մեջ հռչակիր Քրիստոսի արյունը։ Այո, միգուցե չես տեսնում դեռ ազատագրումը կատարյալ։ Իսրայելի ազգը, հրյաները, նրանք զատիկը ընդունեցին, նրանք դեռ Եգիպտոսում էին, սիրելներ, Եգիպտոսում։ Նրանք դեռ աշխարհի մեջ էին, հասկանում եք այդ խորհրդանիշը։ Բայց Աստված նրանց աշխարհի մեջ առանձնացրեց նրանց։ Եվ նրա արյունը պաշտպանություն էր։ Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհին չենք պատկանում, ամեն։ Մենք առանձնացել ենք, հենց սրբություն բառը դա է կոչվում, set apart, առանձնանալ։ Աստված մեզ առանձնացրել է։ Եվ երբ որ նա առանձնացրել է մեզ, նա մեր շուրջը այրան մեծ գիծ է գցել։ Թշնամին չի կարա այդ այրան գիծը անցնի, չի կարա։ Հռչակիր Հիսուսի արյունը ամեն մեղադրանքների դիմաց, վախերի, մտահոգության դիմաց։ Հալելույա Տեր Հիսուս։ Մի մտածի ոչ մի բանի մասին, ֆինանսների բանի մասին մի մտածի, սիրելիս։ Այս աշխարհի վրա նամանավանդ Ամերիկայում բոլորը պարտքի մեջ են։ Բոլորս մորգեջ ունենք, տուն ունենք, պատասխանատվություններ ունենք։ Թույլ մի տուր այդ դրսի ձայները նեղեն, ինչա քո կյանքի մեջ քեզ խանգարում։ Ասա Քրիստոսի արյունն է մրճակում։ Քրիստոսի արյունն է մրճակում, արյան զորությունն է մրճակում, Տեր։ Տեր, հիմա քո եկեղեցին, Տեր, արյան զորությունը, պահես Հիսուս, պահես, փառքես Հիսուս։ Եկեք երկրպագենք, սիրելերս, հռչակենք Քրիստոսի արյունը մեր կյանքի մեջ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, փառքեր